Օրակարգում էր նաև Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության մասին հարցը։ Հանրապետության նախագահն այդ պաշտոնի համար առաջադրել էր Վլադիմիր Վարդանյանի թեկնածությունը։ Հիշեցնենք, որ օրեր առաջ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել։ Թեկնածուի կենսագրականը երկրի գլխավոր ամբիոնից ներկայացրեց նախագահի աշխատակազմի ղեկավարի պարտականությունները կատարող Խաչատուր Պողոսյանը։ Մինչև պատգամավոր դառնալը Վլադիմիր Վարդանյանը երկար տարիներ աշխատել է երկրի բարձրագույն դատական ատյանում։ Այսպես, դատավորի թեկնածուն աշխատանքային գործունեությունը սկսել է 2003 թվականին Սահմանադրական դատարանի աշխատակազմում որպես իրավախորհրդատվական ծառայության մասնագետ, ապա զբաղեցրել այլ պաշտոններ։ 2019 թվականին ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր, այնուհետև Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, 2021 թվականից մինչ օրս հանդիսանում է Ազգային ժողովի 8-րդ գումարման պատգամավոր եւ Ազգային ժողովի պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։ 2019 թվականից Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակության անդամ է։ Ընդդիմադիր պատգամավոր Արծվիկ Մինասյանը նախագահի աշխատակազմի ներկայացուցիչից հետաքրքրվեց թեկնածուների ընտրության ընթացակարգից, հավելելով. Իհարկե սա այն դեպքերից է, երբ որ պարոն Վարդանյանի թեկնածությունը նաև մրցույթով էլ հաստատապես անցներ, բայց ինձ հետաքրքրում է հենց այս հարցը։ Ինչպես է թեկնածուների ընտրությունը, ոչ միայն այս հարցով, նաև այլ հարցերով նախագահի աշխատակազմը կազմակերպել։ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի առաջադրման լիազորությունը նախագահի սահմանադրական լիազորություններից է, որի համար որպես այդպիսին սահմանված ընթացակարգ ընտրության, թեկնածուի ընտրության սահմանված չէ։ Այնուհետև Ազգային ժողովի ամբիոնից իր տեսլականը ներկայացրեց Վլադիմիր Վարդանյանը, դատավորի թեկնածուն խոսեց սահմանադրության, սահմանադրի կամքի, սահմանադրական մարտահրավերների, իշխանությունների տարանջատման սկզբունքի մասին։ Գիտեմ, շատերիդ մոտ հարց է առաջանալու, թե արդյոք հնարավոր է քաղաքական պաշտոնից տեղափոխվել սահմանադրական դատարան, ինչպես է հնարավոր ապահովել անաչառությունը եւ անկախությունը այդ պաշտոնում։ Նախ ասեմ, որ Սահմանադրական դատարանների ձևավորման պրակտիկայի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ բացառություն չի, երբ խորհրդարանի անդամը դառնում է Սահմանադրական դատարանի անդամ։ Սա ասում եմ ոչ թե նրա համար, որ չեմ տեսնում քաղաքական ռիսկեր, երբ որ խորհրդարանից քաղաքական գործիչը տեղափոխվում է դատական համակարգ։ Իհարկե այստեղ առկա են ռիսկեր եւ այդ ռիսկերը պետք է հաշվի առնվեն։ Այս համատեքստում Վլադիմիր Վարդանյանը հիշեց, որ 7-րդ եւ 8-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր լինելու ընթացքում ինքը եղել է երդման ներքո։ Երդման կարևորությունն ընդգծելով դատավորի թեկնածուն նշեց, որ երդումը սոսկ իրավական տեքստ չէ, այն ծնում է իրավական պարտավորություններ, որոնց շրջանակում էլ պետք է գործի անձը։ Ինչ է ասում Սահմանադրական դատարանի դատավորի երդումը։ Տանձնելով Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնը, Հայաստանի Հանրապետության ժողովրդի առջև դատավորը երդվում է ապահովել սահմանադրության գերակայությունը, գործել անկախ եւ անաչառ, հավատարիմ մնալ Սահմանադրական դատարանի դատավորի բարձր կոչմանը։ Այս կանոնների շրջանակներում պետք է գործի ցանկացած անձ, անկախ նրանից, թե որ պաշտոնից, որ իրավիճակից, որ համակարգից է տեղափոխում Սահմանադրական դատարան, եւ այս երդման չպահպանումը պետք է հանգեցնի պատասխանատվության։ Հարցերի ընթացքում պատիվ ունեմ խմբակցությունից Թագուհի Թովմասյանը հիշեց, եղել են դեպքեր, երբ Վլադիմիր Վարդանյանը քննադատել է Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Հրայր Թովմասյանին։ Պատգամավորը կարծիք հայտնեց, որ դրա պատճառը Հրայր Թովմասյանի մինչև ՍԴ դատավոր դառնալը կուսակցական լինելու փաստն էր։ Դուք լինելով քաղաքացիական պայմանագիր կուսակցության ամենավառ եւ ամենապրոֆեսիոնալ ներկայացուցիչներից, դուք գնում եք նույն ճանապարհով։ Հիմա ձեր երդումը ուրիշ ինչ բովանդակություն պիտի ունենա, որպեսզի մենք իսկապես հավատանք, որ դուք չեք գնում այնտեղ սպասարկելու քաղաքացիական պայմանագիր կուսակցության շահերը, եւ դուք գնում եք իրապես անաչառ դատավոր լինեք։ Սահմանադրական դատարանի դատավորներից առնվազն 5-ը գնացել են Սահմանադրական դատարան անմիջապես խորհրդարանից եւ երբեք դա հարց չի առաջացրել։ Հրայր Թովմասյանի հետ կապված հիմնական խնդիրը ոչ նրա մեջ էր, որ վերջինս խորհրդարանից տեղափոխում է Սահմանադրական դատարան, որքան նրա մեջ է, որ ըստ էության լինելով Սահմանադրության ԱՅՈ-ի շտաբի կարևորագույն դերակատարներից մեկը, այդուհանդերձ նոր Սահմանադրության իր իսկ կողմից կերտված սահմանադրություն, ես ամենայն հարգանքով եմ ասում, իր իսկ կողմից կերտված սահմանադրություն թողնում եմ մի կողմ
եւ ընտրում է այն սահմանադրական կարգավորումների համաձայն, որոնք օրեր անց պետք է դադարեն գոյություն ունենալ։ Իմ կարծիքով նույն իրավիճակի մասին չի վկայում։ Մենք տարբեր իրավիճակներում ենք։ Խորհրդարանում կայացած գաղտնի քվեարկության արդյունքում Վլադիմիր Վարդանյանի թեկնածությանը կողմեր քվեարկել 67 падգամավոր, դեմ падգամավոր չկար։ Այսպիսով Վլադիմիր Վարդանյանն ընտրվեց Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի դատավոր։ ՍԴ-ի մասին Սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի համաձայն Սահմանադրական դատարանի նորընտիր դատավոր Վլադիմիր Վարդանյանը մինչ բարձրագույն դատական ատյան գործուղվել է երդվեց երկրի գլխավոր ամբիոնից։ Հաջորդիվ քննարկվեց մրցակցության եւ սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամի ընտրության հարցը խորհրդարան ընդդիմության առաջադրած համաձայնեցված միասնական թեկնածուն պաշտոնի համար Հայաստան խմբակցության падգամավոր Թադևոս Ավետիսյանն էր։ Թեկնածուին ներկայացրեց Հայաստան խմբակցության քարտուղարը։ Թադևոս Ավետիսյանն աշխատանքային գործունեությունն սկսել է 1999-ից դասախոսական աշխատանք իրականացնելով։ Աշխատել է նախագահի աշխատակազմում, այնուհետև աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում։ 2021 թվականից մինչ օրս ազգային ժողովի падգամավոր է, եղել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, իսկ այժմ ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ Մեր հանձնաժողովում ըստ քվոտայի Հայաստան դաշինքը ունի 3 падգամավոր. պարոն Ավետիսյանը, Իշխան Սաղաթելյանը եւ պարոն Սիմոնյանը։ Հիմա Իշխան Սաղաթելյանը ընդհանրապես մեր նիստերին չի մասնակցել, առաջին իսկ օրվանից երբեք չի եկել։ Վերջին ամիսներին պարոն Սիմոնյանն էլ չի մասնակցում եւ մենք մենակ պարոն Ավետիսյանի հետ ենք աշխատում։ Հիմա եթե պարոն Ավետիսյանն էլ ընտրվեց մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում մենք առանց ընդդիմության ենք մնալու։ Վստահ եմ, որ այս առաջիկա ամիսները կործանարար չեն լինի հանձնաժողովի գործունեության համար, եթե պարոն Ավետիսյանը տեղափոխվի, ընտրվելու դեպքում տեղափոխվի չափազանց կարևորագույն ոլորտ։ Հիմա տեսեք, դուք չասեցիք, պարոն Ավետիսյանը կգնա, բայց 2 падգամավոր ունենք, իրանք կգան կմասնակցեն։ Դուք ասում եք, ոչինչ, յոլա կգնաք 2 ամիս։ Ուզում եի որպես մարդ, որը պիտի հիմա քվեարկի կողմ կամ դեմ պարոն Ավետիսյանին, ինձ համար նաև նշանակություն ունի ձեր վերաբերմունքը ազգային ժողովի աշխատանքներին։ Այդ առումով ինչպես եք պատկերացնում, թեկուզ այդ 2 ամիսը, որ էլի քիչ ժամանակ չի։ Տնտեսական թեման այն կարևոր թեմաներից է, որոնք որ մեր քաղաքական դաշինքի համար էական նշանակություն ունի եւ այդ թեմաներում պատշաճ ներկայացվածություն եւ աշխատանք կլինի։ Իր ելույթի ընթացքում Թադևոս Ավետիսյանը ներկայացրեց ոլորտային խնդիրները լուծելու իր տեսլականը։ Հայտնի փաստ է, որ Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին նրա որդին, կարելի ասել, տիրապետում էր մենաշնորհի, մասնավորապես հեռախոսների ներկրման հարցով։ Ես ուզում եմ իմանալ, օրինակ, այդ տարիներին, եթե հնչեր առաջարկ, որ դուք գնայիք մրցակցության ձեր տեսլականը եւ պայքարը իրականացնելու, արդյոք կհամաձայնեիք եւ արդյոք այսպես ասած դիսկոմֆորտ չեք զգում։ Ես չեմ կարող գնահատել մի բան, որի մասին, ասենք օրինակ, լսում եմ ձեզանից կամ գուցե նաև տարբեր աղբյուրներ կարող են այդ մասին ասել, բայց ինքս չունեմ ուսումնասիրություն եւ ինքս չունեմ ձևավորված օբյեկտիվ կարծիք։ Ես որևէ դիսկոմֆորտ չեմ զգում։ Ազգային ժողովի 107 падգամավորից քվեարկությանը մասնակցեց 85-ը, Թադևոս Ավետիսյանի օգտին քվեարկեց 83 падգամավոր, ինչի արդյունքում Հայաստան եւ Պատիվ ունեմ խմբակցությունների առաջադրած համաձայնեցված միասնական թեկնածուն ընտրվեց մրցակցության եւ սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամ։ Կառավարությունը տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել էր Ներսես Երիցյանի թեկնածությունը, նրա կենսագրությունը խորհրդարանում ներկայացրեց բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, նշելով, որ թեկնածուն ընտրվելու է 5 տարի ժամկետով։ Թեկնածուի աշխատանքային գործունեությունը սկսվել է դեռևս 1992-ից, աշխատել է Գերագույն խորհրդի տարբեր հանձնաժողովներում, այնուհետև Կենտրոնական բանկում, Արժույթի միջազգային հիմնադրամում եւ գործադիրում, իսկ 2023-ից մինչ օրս Հայաստանի Հանրապետության տեղեկատվական համակարգերի գործակալության տնօրենն է։ Երիցյանն իր ելույթի ընթացքում ներկայացրեց ոլորտի վերաբերյալ իր տեսլականը։ Այսօր միասնական թվայնացված միջավայրի եւ թվային հասարակության եւ տնտեսության ձևավորումն այլևս ընտրություն չէ։ Այդուհանդերձ այն նաեւ կարճաժամկետ բարեփոխումների օրակարգել չէ եւ պահանջում է մշակութային եւ հիմնարար վերափոխում։
Սակայն օգուտները հսկայական են։ Ազգային ժողովի 107 падգամավորից քվեարկությանը մասնակցեց 62-ը, Ներսես Երիցյանի տեխնացությանը կողմ քվեարկեցին բոլոր 62 падգամավորները։ Նա ընտրվեց տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովի նախագահի պաշտոնում։ Տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովի անդամների պաշտոնում ընտրվելու համար կառավարությունն առաջադրել էր Սրփուհի Հակոբյանի եւ Նաիրի Ադամյանի տեխնացությունները։ Տեխնացուների կենսագրությունն ու մասնագիտական գործունեությունը ներկայացրեց բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։ Գաղտնի ընտրությունների արդյունքում տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովի անդամ ընտրված Սրփուհի Հակոբյանը կպաշտոնավարի 3, իսկ Նաիրի Ադամյանը 4 տարի ժամկետով։ Պատգամավորները քննարկեցին նաև կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրության հարցը մրցութային խորհրդի որոշմամբ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում առաջադրվել էր Եփրեմ Կարապետյանի տեխնացությունը։ Ներկայացնելով տեխնացուին Արուսյակ Ջուլհակյանը տեղեկացրեց, որ վերջինս գործունեությունը ծավալել է հակակոռուպցիոն քաղաքականության ոլորտում։ Ազգային ժողովի 107 падգամավորից քվեարկությանը մասնակցեց 85-ը, տեխնացուի օգտին քվեարկեց 59, դեմ 1 падգամավոր։ Եփրեմ Կարապետյանն ընտրվեց կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում։